ԱԱԾ-ն պաշտպանում է պետությունը, թե վարչապետի աթոռը։ Վարչապետի աթոռն է պաշտպանում։ Այսինքն պետությունը չի պաշտպանում։ Ոչ մեկ պետություն չի, մեզ ոչ մեկ չի պաշտպանում։ Մենք անպաշտպան մարդիկ ենք։ Վարչապետի աթոռը։ Պիտի պաշտպանի պետությունը։ Բայց կարծում եմ ամեն դեպքում պաշտպանում է պետությունը, սահմաններին կանգնած են, չէ՞, տղաները մեր հայրենիքն են պաշտպանում։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Մեզ դարձրել են, գիտեք ինչ, Հենրիկ Մխիթարյանի գնդակը։ Ահա ես չեմ բանան 4 վարչապետներ Լևոնից բռնած, 2-ը եղել են կիսապաշտպան, 2-ն եղել են դարպասների մոտ, մեզ էլ սարքել են Հենրիկ Մխիթարյանի գնդակը։ Ոնց ուզում են տշում են։ Ինչ եք կարծում, ԱԱԾ-ն պաշտպանում է պետությունը, թե վարչապետի աթոռը։ Ինձ թվում է պետությունը։ Բարձի որ վարչապետի աթոռը, Ինչու են միայն վարչապետին պաշտպանում։ որտեվ շատ լավ գումար է տալի, լավ ապրում են, դրա համար պաշտպանում են, ստիպած են պաշտպանում, կարող միգուցե չեն ուզում, բայց հանուն փողի ուզում են։ Այս պահին իհարկե մենակ վարչապետին, կասկած չունեմ։ Երևի չկարողանա պատասխանել, կներեք։ ԱԱԾ-ն պաշտպանում է մեր պետությունը, թե վարչապետի աթոռը։ Ոչ մեկ ոչ մի բան չի պաշտպանում։ ԱԱԾ-ն պաշտպանում է մեր պետությունը, թե վարչապետի աթոռը։ Դուք ձեր հարցին պատասխանեցիք։ Ինչ եք կարծում, ԱԱԾ-ն պաշտպանում է մեր պետությունը, թե վարչապետի աթոռը։ Վարչապետի աթոռը։ Իմ կարծիքով վարչապետի աթոռը միայն։ Ինչու։ Ես ապրել եմ բավականին, իմ կենսագրական կյանքում շատ եմ տեսել ԱԱԾ-ի աշխատանքները, ոչ մեկը սրա նման չի եղել։ Սա բառիս բուն իմաստով աշխատում է միայն վարչապետի համար, պաշտպանելու միայն վարչապետին։